իհարկե այս ամիսների ընթացքում դա փետրվար-մայիս ամիսներ Եվրասիա կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացրել ենք լայնածավալ հետազոտություն եւ հետազոտությունը նվիրված է եղել հենց ավանդական արժեքների եվրասիական ընկալումներին հայկական դիտանկյունը վերհանելու առումով մի փոքր թվերի լեզվով կխոսեմ այն ինչի մասին հիմնական քննարկումները, որոնք այստեղ տավալվեցին։ Տեսեք, ավանդական արժեքներ ասելով, երբ որ շատերի համար դա կարող են վերացական ինչ-որ բաներ թվալ, բայց մեր դեպքում ավանդական արժեքների եռյակը հայերի համար եւ երիտասարդական եւ փորձագիտական լսաներում հստակ ֆիքսված է։ Դա ընտանիքն է, դա հավատքն է եւ դա հայրենիքն է։ Այս երեք ավանդական արժեքային հենասյունները, եթե մենք գլոբալ նայում ենք, երեքն էլ թիրախավորված հարձակման են ենթարկված այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ընտանեկան արժեքների տեսանկյունից այստեղ արդեն մեր հարգելի բանախոսը նշեց, թե ինչ միջազգային օրենսդրական վտանգավոր նախաձեռնություն կան ընտանիքը որպես ավանդական հասարակության բջիջ, բնականon բջիջ քայքայելու հավատքի առումով, իսկ հավատքը դա մեզ համար քրիստոնեությունը, հավատքը դա մեզ համար եկեղեցին է եւ եկեղեցու նկատմամբ մենք տեսնում ենք այս օրերին խիստ ուղղորդված եւ խիստ վտանգավոր հարձակումներ, ինչին մենք ականատես եղանք շատերս եւ 3-4 օր առաջ ինչ միացնում ես ոնց որ սյուրռեալիստական տեսաժապավերում լինել մի կողմից Արարատը շատ վճիտ լազոր գույնի մեջ է, մյուս կողմից եկեղեցու զանգերն են ղողանջում, օգնության կանչով, մի քանի 100 հայորդիներ եւ 1000-ից ավելի ուժայիններ փորձում են գրոհել Էջմիածնի Բեհարանը, ինձ համար իսկապես շատ ամբողջալի եւ ես չէի պատկերացնում, որ 21-րդ դարում այդպիսի պատկերի ականատես կլինենք։ Հիմա տեսեք մի քանի թվեր, ուրեմն այս թվական առումով մեզ մոտ արդեն որոշակի արժեքային տեղաշարժեր նկատելի, որովհետև հատկապես երիտասարդության շրջանում ավանդական արժեքների ընկալման որոշակի տեղաշարժեր կան։ Չեմ ասի թե դրանք 50-60%-ով փոխել են հասարակական տրամադրությունները, բայց առնվազն 20-25%-անոց փոփոխություններ մենք նկատում ենք։ Խոսքը վերաբերում է հատկապես այստեղ խոսվեց այն մասին միջազգային կառույցների, գլոբալիզացիայի եւ ավանդական արժեքների հետ կապակցության առումով, ուրեմն մեզ մոտ պատկերը հետևյալն է ստացվել, եթե փորձագիտական դասարանում առնվազն 3 կարևորագույն ինստիտուտներ միջազգային, որոնց շրջանակում մենք մեր ավանդական արժեքների լիարժեք կարող ենք իրականացնել, դրանց թվում են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ն, ապա երիտասարդական դասարանում էական տեղաշարժեր են նկատվել։